Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 31 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց։ Օգոստոսի 2-ին ժամը 15-ի սահմաններում Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել զինծառայող 1996 թվականի ծնված Գևորգ Արթուրի Հարությունյանը։ Դեպքի մանրամասները բարձելու համար կատարվում է քննություն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին։ Կապանի միակ-հանգստյան գոտում Կարապետի լճում այսօր դարձյալ մաքրման աշխատանքներ են ընթանում։ Պատճառը վերջին օրերին անընդհատ տեղացած անձրևներն են, ասում է հանգստյան գոտու պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանը։ Երկրորդ մաքրումն արդեն եղանակի անբարենպաստ պայմաններից ելնելով ստիպված երկրորդ անգամ է կատարում լվացումները, որ գոնե կարողանանք ինչ որ չափով բարելավենք այս մեր երեխաների, մեր ժողովրդի հանգիստը առօրյան կազմակերպենք։ Դե բնական անձրևներից գետի ջուրը կեղտոտվում է, դրանից էլ առաջանում է նման կեղտ մամուր, որ ստիպված թափել ենք նորից լվացման աշխատանքներ, նորից քլորացման աշխատանքներ, տեսնենք թե ինչքան քանի օր կդիմանա, ինչքան կարողանանք պահենք ջուրը մաքուր։ Լողավազանը մաքրելուց հետո նորից կլցնեն ջրով, քլորացում կկատարեն, որից հետո կընդունեն այցելուներին։ Եթե եղանակը չխանգարի, 1-2 օրից պատրաստ կլինի, հավաստիացրեց զրուցակիցս։ Այսօր կվերջացնենք, վաղը իրիկունը համարյա լցված կլինի, մյուս օրը կգործի, եթե էլի եղանակները չխանգարեն։ Այսօր մարդիկ տարբեր նախասիրություններ ունեն, ասում է Նապոլեոն Մեսրոպյանը։ Նրանք ցանկանում են ժամանակակից կահավորում ու տեխնիկա տեսնել, հանդես են գալիս առաջարկություններով։ Առաջարկներ, ցանկություններ արտահայտում են, դե դրանք մենք բոլորը գիտենք, բայց բոլորը մեծ ֆինանսների հետ կապված, որը որ այս պահին ի վիճակի չէ։ Ավազ լինի, պարկելու համար, կազիրոկներ լինի, որ տակը հով լինի, դե որը որ մեծ գումարների հետ կապված գիտենք, բայց այսօր այդ հնարավորությունը չկա։ Ունենք այն, ինչ ունենք, ասում է Նապոլեոն Մեսրոպյանը, որևէ բան փոխելու կամ ավելացնելու միջոցներ առայժմ չկան։ Հուսանք հաջորդ ամռանը հանգստյան գոտին ուրիշ տեսք կունենա եւ կգոհացնի այցելուներին։ Վրույր Գալստյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Անատոլի Գրիգորյան, Սարգիս Համալբաշյան, վերջապես Լևոն Թոքմաջյան, Հովանես Զարդարյան։ Ահա այն անունները, որոնց աշխատանքներն այսօր զարդարում են Կապանի ժամանակակից արվեստի թանգարանի խունացած պատերը, եւ որոնք թանգարանի ու թանգարանի տնօրենի հպարտությունն են։ Շատ պատկերասրահներ զուրկ են ժամանակակից արվեստի գլուխգործոցներից։ Դա է պատճառը, որ Կապանի պատկերասրահ այցելող արվեստագետները զարմանում են, տեսնելով ճանաչված նկարիչների աշխատանքները։ Շատերն են անծանոթ նրանց ու նրանց ստեղծագործություններին։ Համատած մեր սերնդի հետ տեղեկությունները իրանք շատ քիչ ունեն։ Մեր ժամանակը շատ ուժեղ է պրոպագանդան, արվեստի, կերպարվեստի մասին տեղեկությունը շատ էր եւ լրագրերի միջոցով եւ բաների միջոցով, տարբեր թերթերի միջոցով հասու էր։ Այն որ սովորում են Գեղարվեստի ակադեմիայում կամ տելևիզիոնում թե գալիս են իրանց նայելուց շշմում են ոնց Վրույր Գալստյանն ունեք ստեղ։ Վրույր Գալստյանն ունեք, Ռուդոլֆ Խաչատրյանն ունեք, հրաշալի սովետական կառավարության տարիներին ամենալավ ընդունված գծանկարիչներից մեկն են։ Հովանես Զարդարյան աշխատանքներն, Անատոլի Գրիգորյան ունենք Համալբաշյան, Սարգիս, լեննականցիներից մի 10 հատ նկարիչ ունենք, որ այսօր հանրապետություն լավագույն նկարիչներն են։ Երևանի նկարիչները, ստեղ հանրապետության նկարիչներն են ցուցադրում։ Ամռան շրջանում պատկերասրահի այցելուների թիվը մեծանում է։ Գալիս են երիտասարդներ, մասնավորապես ուսանողներ։ Տուրիստները այդքան էլ չեն գունենում, ասում է թանգարանի տնօրեն Բորիկ Մինասյանը։ Պատճառը պատկերասրահի մասին տեղեկատվության պակասն է։ Բավական շատացել է շարժը։ Ելեն թիաթրան առաջնորդների խումբն եկեց Սուսանա Մարտիրոսյանից, դե հետաքրքիր միջոցառում եղավ։ Եվ նվագեցին, այդ պատահական Նելին էր եկել, ինքը դասատու նվագեց, երեխեք հետ երգեցին, նայեցին լավ տպավորություններ վարած, հետո արվեստաբաններ եկան, զուտ հետաքրքրվելով մեր կոլեկցիա։ Բավականին այդպես լավ տպավորություն ստացան եղած կոլեկցիայից։ Արման Գրիգորյանն էր, Ալեքսանդր Գրիգորյանի տղան, այսինքն ինքը եկավ Նարեկի աշխատանքներին նայեի, որ
բան հանրապետության տարեդարձի օրը ցուցադրեն եւ Նարեկի մեկ աշխատանք պայմանավորից որ պետք է տեղափոխեն Երևան Գալենցիների պատկերասրահը պետք է ցուցադրեն իրանք բավականին զարմացել են իր պապայնից աշխատան Ալեքսանդր Գրիգորյանի գործերն եկա հետո եկել են Մեղրուց Քաջանի արվեստի դպրոցի սանիկներն են եկել մեր քոլեջի երեխեք ստե պրակտիկա մի ամիս առաջ ստեղ էին հա տուրիստներ մի հատ բան կա էլի մեր ռեկլամներ չունեն քաղաքում ես ջերմուկ քաղաքում եղա այնտեղ նոր 2 օր առաջ իրանց պատկերասրահ մտա բավական լավ այդպես կահավորված վիճակ էր ունեն ամբողջ 50 գործ 50-ից 60 իսկ մեր 500-ի մոտ աշխատանքները sense կոլեկցիա հանրապետություն մենակ կարող է պատկերասրահ կամ ժամանակ արվեստ թանգարան ունենալ գերականում էլ քիչ ինչքան գիտեմ լեննականում է զիջում ամենամեծ կոլեկցիան ղափանում այնտեղ ռեկլամների միջոցով դրսում ցույց են տալի ուղեցույց ճանապարհային քարտեզ են արել մեր մոտ չկա ցավոք սրտի քաղաքում եթե միտեղներ գրված են ժամանակ արվեստ թանգարան ռեկլամների կգային շատ կգային չեմ կասկածում բայց շարժը համատած մյուս տարիներին շատացել է Բորիկ Մինասյանին մտահոգում է եւս մի կարևոր հարց քաղաքում գիտակ մարդիկ արվեստի շփող մարդիկ ասում են որ քաղաքում պատկերասրահ չկա բայց պատկերասրահի ֆունկցիա է կատարում բայց ժամանակ արվեստ թանգարանը նույն բանն է նույն պատկերների սրահն է կոչվում այսինքն եթե պատկերասրահում ցուցադրված է մի քանի դար 17 18 19 20-րդ դար դե ցուցադրված է 20-րդ 21-րդ դարի արվեստ Այս պահին թանգարանում գործում է ցուցահանդես այն առաջիկայում կփոխարինվի երիտասարդ նկարիչ Նարեկ Մինասյանի ինքնատիպ ու յուրահատուկ աշխատանքների ցուցադրությամբ Ես պահին գրաֆիկայի ցուցահանդես եմ կազմակերպել ֆոնդից այսինքն պահել եմ ցուցահանդես չեմ ուզել շուտ հանեմ որ գան մարդիկ վայելեն բավական լավ ընդունվեց այս ցուցահանդեսը գրաֆիկան այնքան շատ է կոլեկցիան որ կարանք 3 անգամ վերափոխենք աշխատանքները թարմացնենք բայց որոշել եմ հենց առաջի этаպը թող մի տարվա մեջ մարսեն ժողովուրդը որտեղ այնքան հետաքրքիր է ստե տարբեր գործեր կա ասենք մեկը ցինկի վրա արված գործ է մեկը խառը տեխնիկայով արված մեկը քսիլոգրաֆիա կա մեկը տարբեր տեխնիկաներով արված սուխո իգլա կա այդ մասնագիտական բանը ուսանողներ են եկել բանից գեղարվեստի ակադեմիայից եւ ղափանցի եւ ոչ ղափանցի իրանք այդ գրաֆիկայի բաժնից Իրանք ուրախացան որ տեխնիկաներով արված աշխատանքներ ունենքել ենք։ Սեպտեմբերի կողմ ուզում եմ Նարեկի ցուցահանդես կազմակերպեմ իր անհատական ցուցահանդես արդեն պատրաստ է։ Դե տենանք հաջողությունները ոնց կլինի։ Նարեկին ստեղծագործական ինքը իրան հայտնաբերել որպես ուրույն ձեռագիր ունեցող։ Դե իրան հիմա տենց է պիտի շատ ուրույն ունի, շատ խիստ հետևից կան։ Նո Երևանից իրանք են եկել են ուզում էին օրիգինալները նայեն, նայեցին հենց այդ գործերը իր հետաքրիր մտածելակերպ մշլենի ոնց որ տակիրա մոտեցումը տենց իմ կարծիքն էլ է տենց իրանց հետ բռնեցից չի խոսում որպես հայր բայց իրանք շատ են հավանել Դե իսկ թանգարանի նորոգման հարցը դեռևս առկախ է Միշտ այդ բանը սկապել եմ հանրապետության վատ վիճակի հետ տնտեսական դե իրոք պատերազմական վիճակա հարցերը շատ չեն բարձրացել հիմա էլ ես կամաչ եմ որ նորից բարձրացնեմ որտեղ վիճակը տնտեսական է ես միշտ ուզում եմ որ մարդիկ մի քիչ կերած խմած են սոցիալական ավելի շատ ապահովված են որ այդ մարդը արդեն մտածի որ իր ժամանցը որտեղ անցկացնի ոչինչ մի քանի տարի կսպասենք ես դիլիջանում եղա ջերմուկում հրաշալի բան է վերանորոգում էր երազանք սա ուստի վերանորոգվի բարձր մակարդակով մատուցենք մեր այս թանգարանների գործունեությունը հիմնականում ծառայելն է ժողովրդին ճիշտ մատուցելն Բորիկ Մինասյանը երանությամբ է հիշում այն ժամանակները, երբ թանգարան էին այցելում ընտանիքներով, հայրը երեխայի ձեռքից բռնած բերում եւ ծանոթացնում էր արվեստի գործերին, զույգերով էին գալիս, նախընտրում էին թանգարանում անցկացնել իրենց ազատ ժամանակը, ասում է Բորիկ Մինասյանը։ Բայց ժամանակները փոխվել են, միայն թե ինքն է նույնը մնացել, նվիրված արվեստին, նախանձախնդրորեն պահելով ու պահպանելով թանգարանի ողջ ունեցվածքը։